Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Հարավ ձեզ արգել հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ վերլուծաբան Արգիշտի Քիվիրյանի հետ, շնորհակալ եմ Արգիշտի հրավերս չմերժելու համար, ամենաշատ քննարկվող այս երկու թեման դիմակավորված անձանց տեսանյութներ, որ տարածվեց իբրև թե արցախցիների բարբառով, իշխանությունը միանգամից դա վերցրեց ու դարձրեց հակաարցախյան քարոզչության հիմնական այսպես հենարաններից մեկը այս պահի, բայց հետաքրքիր է այնտեղ արձանագրվել էր տարբեր մեդիահարթակների կողմից, որ այդ տեսանյութը պրոիշխանական Armenian Military Portal-ում մի քանի օր առաջ հայտնվել է, հետո ջնջել են, հա, ինչ որ տեղեկատվական կարծեք թե պլանավորում ա եղել, որ ընթացքում փոխվել է։ Հետևելով իշխանության ներկայացուցիչների վարքագծին, որ որևէ փաստ չունենալով միանգամից արդեն մեղավորներ են նշանակում, հա, հակաարցախյան, ընդ որում քաղաքական գործիչ մեղավորներին մի կողմ թողնենք, այդ իրենց խնդիրն է, քաղաքական գործիչների, բայց բանի պա, հա, մի ամբողջ հայության մի հատվածի դեմ ատելության քարոզ տանել, սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները որոշել են խաղարկել այն վերջի քարտերից մեկը, որը իրանց պատկերացմամբ իրանց կօգնի ավել ձայներ հավաքել։ Որն է դա։ Դա հենց այդ հակաարցախյան թեման է, ավելի շուտ սրել հայաստանցի Ղարաբաղցի հակասությունները։ Ես սրա մասին առաջի անգամ խոսացել եմ 2021 թվականի այդ ընտրությունների ժամանակաշրջանում, որովհետև այդ ժամանակաշրջանում ես ունեի տվյալ, որ իրենք քննարկում են, որ եթե զգան, որ իրանք խնդիրներ են ունենալու ռեյտինգային եւ այլ, ապա այդ թեման իրանք շահարկեն։ Ուղղակի այն ժամանակ իրենց պարզ դարձավ, որ առանց դրա էլ իրանք կարող են իրավիճակից սակից դուրս գալ, եւ այդ ժամանակ շատ, այսպես ասած, հատուկ են բացառություններ իհարկե կային, բայց գլոբալ առումով խուսափեցին այդ թեմայից։ Նիկոլ Փաշինյանը այնպես չի, որ այս թեման նոր է շահարկում։ Եթե հանեք 2008 թվականի, ասենք մարտի 1-ի իր ելույթները, այնտեղ էլ կգտնեք այդ շահարկումը։ Միասնիկյանի հրապարակում այդ Բայց դա հիմա խնդրում ես բացատրես ինչ է տալիս այդ թեման շահարկել։ Նայեք, դե գիտեք ոնց է, ես միշտ սիրում եմ պարզ հստակ խոսալ առանց ձևականությունների, առանց պաթոսի, նայեք, հանրահայտ է, որ հայ հասարակության մեջ կան, այսպես ասած, հակասություններ տարբեր բնակավայրերի եւ այդ խմբերի միջև։ Դա հանրահայտ է։ Եվ դրան գումարվել է վերջի տասնամյակներում նաև հայաստանցի արցախցի այդ հակասությունը հասարակության շերտերի մոտ, եւ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ դա իրան տալիս է որոշակի, այսպես ասած, հայաստանցիների աջակցություն, ավելի լայն աջակցություն, եւ ինքը փորձում է դա շահարկել ավելի լայն տեմպերով։ Բայց դա իրենց կարծիքով է այդպես, թե իրականում այդպես է։ Սա կարևոր նյուանս է, չէ՞, բայց։ Գիտեք ոնց է, խորքային այս հարցին պատասխանելու համար պետք է դու խորքային սոցիոլոգիական, այսպես ուսումնասիրություններ անես։ Այն, որ կան այո այդ խնդիրները, դա հանրահայտ է։ Բայց ավելի խորքայինի համար պետք է սոցիոլոգիական հարցումներ։ Ես չեմ բացառում, որ իրանք իրանք ձեռի տակ ինչ որ ներքին հարցումներ ունեն եւ հենց դրանից ելնելով էլ սանանում։ Լավ, Արգիշտի, քեզ ինչ է հուշում մի իրավիճակ, երբ իբրև թե արցախցիներ դիմակավորված մարդիկ խոսում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին, ընդ որում սա անընդունելի
մոտեցում է ցանկացած հասարակության մեջ լավ բանի չի բերելու, բայց միևնույն ժամանակ ուրեմն այդ մարդիկ, որոնք ավտոմատը նորմալ բռնել չգիտեն, իրենց տեքստը ֆրանսերեն են թարգմանել։ Եվ տարածող մի քանի էջեր ես ֆիքսեցի, որոնց բնակության վայրը պարտադիր նշված էր Մոսկվա, չգիտես ինչի դա որ պարտադիր Երևա։ Ինչ արի քննարկենք ներողություն, արի քննարկենք երկու սցենար, հավանական, որ սա իշխանություններն են ըստ էության գեներացրել եւ որ սա ինչ որ հիվանդ գլուխ ունեցող մարդկանց նախաձեռնություն է, որը իշխանությունները օգտագործում են։ Նայեք, գլոբալ առումով պատմության մեջ եղել է, չէ՞ որ իշխանությունները իրենց դեմ նման սցենարներ են գծել։ Բորիս, գլոբալ առումով լուրջ մարդը, եթե ինչ որ բան անում է, ինքը հաստատ դրանից առաջ ռոլիկ չի նկարում։ Անակ։ Եթե դու նկարում ես ռոլիկ, տարածում ես եւ այլն, դա նշանակում է, որ քեզ հետաքրքրում է ոչ թե անելը, քեզ հետաքրքրում է ինչ-ինչ PR-ը, տեղեկատվական դաշտում աշխատանքը։ Հիմնականում ես երեք էլ իմ կարծիքը իմ հարցազրույցներից մեկում հայտնել եմ, նայեք, սա հիմնականում ավելի շատ նման է կամ իշխանության սադրանքի, կամ կարող է գտել են ինչ-որ ասենք լակոտ-լուկուտի, որոնք տեղյակ էլ չեն, որ ընդամենը օգտագործում են հատուկ ծառայությունների կողմից։ Հիմնական դա էլ է շատ լինում։ Այսինքն էլի իշխանությունն է, բայց սուբյեկտը տեղյակ չի դրա մասին, հասկանում եք։ Միջնորդավորված աշխատանք։ Դե տարբեր ձևեր կան աշխատելու։ Բայց այն, որ սա անլուրջ է, դա նորից եմ կրկնում։ Անողը չի ասում, ասողը չի անում։ Դա հանրահայտ աքսիոմ է։ Նայեք, ուղղակի որ ընդհանուրի մեջ դու նայում ես, Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն զգալով, որ ունի ռեյտինգային խնդիր, չնայած ես հստակ ասեմ, ինքը հույսը չի դրել ռեյտինգի վրա, ինքը հույսը դրել է վարչական ռեսուրսների և նկարչության վրա, ինչով որ զբաղվել են անկախությունից ի վեր բոլոր իշխանությունները, ինքը հույսը դրա վրա է դրել, բայց ցանկացած դեպքում ինքը աշխատում է նաև այդ նոմինալ կողմը պահել։ Բնակ, Սերժ Սարգսյանը երբեք ցանկություն էլ չուներ նոմինալ կողմ պահելու։ Նիկոլը միշտ աշխատում է այդ նոմինալ կողմը պահել։ Դրանից ելնելով ինքը փորձում է զգալ, թե հասարակության որ երակների վրա սեղմելով ինքը կկարողանա ավելացնել իր ռեյտինգը։ Օրինակ, հենց որ ինքը թմբուկը առած ընկել էր Մեյդան, տնեցիքիներ դիվահարում, հասարակությաններ դիվահարում, ակնհայտ է, որ ասենք նպատակը փորձել շահել երիտասարդության ձայները։ Որովհետև ինքը զգում էր, որ երիտասարդության մեջ ինքը իր ռեյտինգը բավականին ցածր է։ Նման ձևերով ինքը դրա համար այսօր երեք ոնց է, այս ինչ որ կոնցերտներ մնացածը, որ փորձեն ամեն ձևով երիտասարդությանը բերել հրապարակ, իհարկե պարզե մարդիկ գնում են ինչ որ ասենք տեսարաններ նայելու, բայց դա իրենք փորձում են ներկայացնել որպես Նիկոլի աջակցություն։ Հիմա դրանից զատ ինքը փորձեց նորից վերադառնալ այդ հին թեմային, հայաստանցի Ղարաբաղցի այդ հակասությունը սրել։ Ակնհայտ է, չէ, որ ինքն ու իր թիմը այսօրվա դրությամբ լծված են այդ գործին։ Հանեք իմ անցյալի ելույթները, ես ասում եմ, որ հենց որ իրան դա պետք լինի, ինքը դա հանգիստ կանի։ Բայց իրանք չեն գիտակցում։ Առանց, գիտեք ոնց է, այդ պահին ինքը էլ մշտապես որ ասում է, չէ, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, էլ սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ չեն լինի։ Կան մարդիկ, որոնք ինչու չեն սպանվել։ Նայեք, դե դա մի քիչ ամենագրեհիկ մասն էր, Բորիս, որտեվ գիտեք ոնց է, աբսուրդ է, չէ, հենց որ դու հրահրում ես պատերազմ, հետո պահանջում ես խիքով հրահրած պատերազմում, ուրեմն չեք զոհվել։ Դե գնա դու զոհվեիդ էլի։ Ոնց Ես ինչի մասնի, այս լավ քարոզչական, տեղեկատվական բանով կարելի է տարբեր թեմաներ օգտագործել, բայց ախր այս նույն ազգի միջև տարբեր խմբերի մեջ այս ատելության սերմանումը չի լինելու, չէ, որ հաջորդ օրը անջատեն դա անցնի։ Դա խորը հետևանքներ է, չէ, թողնելու։ Նայեք, Բորիս, դա դուք ասում եք նորմալ մարդու պարագայում։
Եթե պատասխանենք սրան խիստ ժողովրդավարական խոսքով, այդ մարդը սրբություն չունի։ Եվ ամեն ինչի ընդունակ է։ Իրան բացարձակ չի հուսում, չէ, որ ասենք առաջանում է անջրպետ։ Նայեք, այս անջրպետը գլոբալ առումով սկսվեց հրապարակային դաշտում, հասարակության դաշտում իհարկե կար ավելի շուտ, բայց հրապարակային դաշտում 2007-8 թվականի ընտրություններին առաջի անգամ հրապարակային քաղաքական գործիչների զանգվածային խոսքում, նորից եմ ասում, հատուկենտ ելույթներ, Փակ քննարկումներ, չգիտեմ, չէ, եղել են բաներ։ հրապարակային են եղել, բայց հատուկենտ համակարգված ձևով եղավ 2007-8 թվականի այդ ընտրություններին։ Հանեք այդ ժամանակվա հրապարակային խոսքը ու դուք կտեսնեք։ Հենց որ այդ ժամանակ արցախյան ռազմաքաղաքական էլիտան հավասարեցվեց մոնղոլ թաթարներին։ Եվ դա արեց Տեր-Պետրոսյանը։ Ու դա այսպես շարունակական Նիկոլ Փաշինյանը այդ երակը զգաց այդ ժամանակ։ Որ աշխատող։ Որ այո, հայաստանցիների շրջանում դա աշխատում է։ Ինքը ուղղակի նայեք, այդ մարդը որևէ մեթոդներից չի խորշում։ Իր ուսուցիչներն էլ չեն խորշացել, ինքն էլ չի խորշում։ Ընդհանրապես այնպես չի, որ հայկական քաղաքական դաշտում մնացածը սրբերին այդտեղ խոսանք։ Ուղղակի սա ցինիկության գագաթնակետին է հասել Նիկոլ Փաշինյանը։ Չէ, այն որ թերություններ, սխալներ, հանցագործություններ, բայց սա կատարելագործել է ոնց որ Սա իհարկե վտանգավոր երևույթ է։ Ցանկացած հասարակության մեջ էլ իհարկե լինում են նման ճեղքեր։ Առողջ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ դա վերացնի։ Դա վտանգավոր է շատ։ Դա հենց, գիտեք ոնց է, դա բերում է հասարակության մասնատման։ Այո, հայ հասարակության մեջ այնպես չի, որ սա նորություն է, տարբեր խմբերի բաժանումը։ Այն ժամանակ էլ ասենք 100-ամյակներով բաժանված են եղել, չէ, արևմտահայերի, արևելահայի, ու դա եղել է, այսպես ասած, բավականին սրված, առանձին արևելահայերի, արևմտահայերի տարբեր խմբերի միջև է եղել։ Բայց գիտեք ոնց է, այդ ժամանակ դու չես ունեցել իշխանություն, դա եղել է կենցաղային մակարդակով, ասենք, գեղի տերտերի մակարդակով, կոպիտ ասած։ Հենց որ դա անում են սկզբից քաղաքական ուժերը հրապարակում ելույթ ունեցող, իսկ հիմա էլ դա անում է իշխանությունը, դա շատ վտանգավոր երևույթներ են։ Հիմա հասկանում ես, Բորիս, դու եթե դա անես, որպես ասենք ՀՀ քաղաքացի, հիմա քո կարծիքն է, լրագրող ես, ասենք, ընդունելի չի, բայց դա այդ վտանգը չի պարունակում։ Հենց հրապարակային քաղաքական գործիչների ու ասենք առավել եւս իշխանության պարագայում, այո, ինքը ստանում է շատ վտանգավոր երանգ։ Ու սա խորքային շարունակվելու է, հասկանում եք։ Սա բերում է հասարակության, ուրեմն նայեք, պառակտվածության։ Այլ հարց, որ Նիկոլ Փաշինյանը իր ցինիկությունից ելնելով վստահ եմ կարճ ժամանակ անց ինքը կսկսի ասել, նայեք, անվտանգության մեր խորհրդի երկարամյա քարտուղարը Ղարաբաղցի է, Գենշտաբի պետը Ղարաբաղցի է, ուրեմն ԱԱՑ-ում ինչքան ղարաբաղցիներ են նստած, ինչ Ղարաբաղյանի մասին է խոսքը։ Այլ հարց, որ այդ մարդիկ ում ինքը կթվարկի, ոնց ասեմ, իր մեղմ ասած, իր կամակատարներն են եւ ամեն ինչ պատրաստ են անել հենց իրենց հայրենակիցների դեմ։ Արգիշտ, ես վերջերս լսում էի այս աղետալի սահմանադրության գրողներից մեկին, ով հասարակությանը բացատրում էր, թե ինչպիսի վտանգներ ունի այս սահմանադրությունը իր մեջ, որ 40% ունեցողը կարող է իշխանության մնալ կամ գալ։ Դե գիտեք, հիմա այս տեսանկյունից որ նայում ենք, լավ, մարդիկ իրենց պատասխանատվության բաժինը չեն զգում, որ ինչ սահմանադրություն են գրել։ Մյուս կողմից իշխանությունը կարծեք թե մանիպուլյացնելու լավ հնարավորություններ է ստանում, հա, ինչ-որ տոկոսներ բաժանել, բան։ Մենք այս առումով ինչ ունենք, ընտրական process-ը ներողություն արտահայտության համար բան չի,
ռոդացված չի, որ արդեն չես էլ հասկանում ոնց պիտի տեղի ունենա։ Նայեք, Բորիս, այս սահմանադրությունը ժամանակին գրվել է Սերժ Սարգսյանի համար։ Եվ նա, եթե դու իշխանության ես, ընդունակ էր ապահովել քո համար հավիտենական իշխանություն։ Շատ երկրներում այս մեթոդիկան կիրառվում։ Օրինակ, գիտեք ոնց է, հենց որ դու փորձում ես ստեղծել ժողովրդավարության շղար, բայց իրականում մաթեմատիկական առումով ստեղծել ես մի մոդել, որ դու կարաս հավեր արտադրվել։ Ուղղակի տեղի ունեցավ 2018 թվական, հենց որ ինչ-ինչ պատճառներից ելնելով որոշում կայացվեց իշխանությունը սկուտերի վրա հանձնել։ Հիմա առավելագույնը այդ կոստյումը օգտագործում է եւ շարունակել է օգտագործել Նիկոլ Փաշինյանը։ Ունենք Նիկոլ Փաշինյանի ու ցանկացած անձի, ով կգա իշխանության, ինչ-ինչ ճանապարհներով, ոչ ընտրական։ Սա կլինի գտածո։ Որովհետեւ դասական ընտրական ճանապարհով դու անկարող ես հաղթել այս իշխանություններին, որը զինված է այս սահմանադրությամբ։ Չէ, բայց մյուս կողմից կա հասարակության հանգամանքը։ Մարդիկ զզված են Նիկոլ Փաշինյանից, բոլոր սոցհարցումները, չեմ ասում ցույց են տալի, որ ընդդիմությունը ֆանտաստիկ արդյունքներ ունի, բայց Փաշինյանի զզված են։ Եթե ինքը փորձի ընտրություններ կեղծել, մարդիկ ոնց են արձագանքելու, արդյոք ասեն դե լավ, ոչ գնանք տներով։ Այսինքն նաև ճգնաժամ ծնող սահմանադրությունը, չէ, որովհետև քաղաքական դռները դու անընդհատ փակում ես, այդ գոլորշին կուտակվում է, չգիտեմ։ Նայեք, Բորիս, անկախությունից ի վեր Հայաստանի հասարակությունը բոլոր իշխանություններից է զսպել։ Բայց դա առաջինը չի խանգարել այդ իշխանությունը վերարտադրվել, մեկ, երկրորդը ինչ սցենարով կգնա, դա կախված է այս պահին ընդդիմության առաջնորդներից։ Եթե ընդդիմության առաջնորդները հանեն մարդկանց փողոց, դա կարա բերի, ասենք, տարբեր սցենարների, ինչ որ ասենք անցյալում եղել է, նմանատիպ սցենարներ։ Բայց ես չեմ կարող ասել ներկայիս ընդդիմության առաջնորդները իրանց ոնց կպահեն, առավել եւս իրանց հետ ես վերջի տարիները հաստատապես որևէ շփում չունեմ ոչ մեկ։ Լավ, Նիկոլ Փաշինյանի ջղաձգումները ինչա հուշում, ինքը եթե խնդիրներ չունենար։ Նայեք, Իր աչքի առաջ, երեք արաբկիրում այդ պահվածքը, ընդհանրապես Երևանը իր համար դժոխք է դարձել, որտեղ երևանցիներ, որ բակ մտնում է, մեկը թքում մրում է, այդ պահվածքը նաև խոսում է նրա մասին, որ ինքը անհանգստություն ունի, չէ՞։ նայ, չէ, Բորիս, եկեք երկու բան հստակացնենք։ Ուղղակի չեմ ուզում կրկնվել սրա մասին երեք խոսացել եմ հարցազրույցումս, բայց էլի թեթև կրկնեմ։ Առաջինը, այն որ Նիկոլ Փաշինյանը հիստերիկ է, դա հանրահայտ է։ Ով ուսումնասիրել է իր գործունեությունը վերջի մի քանի տասնամյակներում, մինչև քաղաքականության մեջ մտնելը, քաղաքականության մեջ մտնելուց հետո ընդդիմության եղած ժամանակ, իշխանության եղած ժամանակ, դա ակնհայտ է։ Այս մարդը հիստերիկ է։ Կա չէ, այդպես տիպաժ։ Հիմնականում կանայք են հիստերիկ լինում, բայց կան նաև հիստերիկ տղամարդիկ։ Բայց այն, որ ինքը իր ու հաճախ իրեն չի կարողանում տիրապետել։ Բայց նաև պետք է հստակ զգալ, որ ամեն ինչից զատ ինքը հասկացել է, որ մարդկանց այս ինչ որ զանգվածի այս հիստերիաները դուր են գալիս։ Թե չգիտեք ոնց է, Բորիս, կան դեղեր։ Եթե մարդիկ գիտեն, որ իրանք հիստերիկ են, խմում են դեղեր, այդ նոպան մեղմ անցնում է։ Հաստատապես, եթե ինքը մտածեր, որ պետք է ցույց տա իր հիստերիկությունը, նախորոք այդ դեղերից կխմեր։ Հանգիստ, Մենք գիտեք ինչ պատճառով չի խմում։ Չէ, ուրախ զվարթ ձևով, այսպես ասած, կթքեն վրեն։ Հիշում եք, օրինակ գնացել էր ժամանակին Սյունիք, ինչ ասես հայհոյում էին, այդ զերով էր անում, ուրախ զվարթ գնում էր, թքում էին վրեն, մոտավորապես որ ասում անձրև է գալիս այդ սկզբունքով։
Հիմա ինքը ակնհայտ է, որ մտածում է, որ այդ հիստերիաները հասարակության ինչ որ զանգվածի դուր է Այստեղ գալիս։ հարցը ինչ զանգված է։ Ինչ Չէ, դա քանակի նայ ինչ Բորիս, դա չափի արդեն կա գիտություն, սոցիոլոգիա։ Դու պետքա պրոֆեսիոնալ ձևով սոցիոլոգիական ուսումնասիրություններ անես, որ այդ հարցին հստակ պատասխանես, ոչ թե սիրողական մակարդակով, մեկը կասի դուր չի գալիս, մեկը կասի դուր է գալիս, բայց երկու ասածներն էլ չի բռնի, որովհետև այդ գիտությունը պետք է պատասխանի։ Անի համապատասխան ուսումնասիրություններ եւ ըստ դրա պատասխանի այդ հարցին։ Այն, որ ես մարդկանց հետ լայն շերտերի հետ շփվելով զգում եմ, որ ինչ որ խմբի դուր է գալիս, բայց թե դա արդյոք մինուս է թե պլյուս է, նո այդ սոցիոլոգիան պետք է պատասխանի։ Դա դրա հետ է կապված։ Լավ, գանք ռուսական հարաբերությունների, որոնք կարծեք թե վերջինս ընտրական փուլում մի քիչ ավելի սուր տեսք են ստացել։ Մենք դրանից հետո կարծեք թե չենք հասցրել հանդիպել Պուտին-Փաշինյան հանդիպումը, որտեղ Ռուսաստանի նախագահը խոսեց պրոռուսական կամ գործընկերային տրամադրություններ ունեցող ուժերին չարգելել մասնակցել ընտրություններին, հետո Փաշինյանը հիշատակեց, որ ինտերնետը Հայաստանում ազատ է, ես հիշեցնում որ այդ օրով սահմանափակումներ էր մտնում Ռուսաստանում։ Այդ ամեն ինչ եկավ հասավ նրան, որ Պուտինը առաջարկեց հանրաքվե անել, կամ գնում եք ԵՄ, կամ մնում եք ԵԱՏՄ։ Հիմա արդեն խոսում են ինչ-որ սանկցիաների մասին, Նիկոլ Փաշինյանը խոսում է ԵՄ գնալու մասին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են մենք շանտաժի չենք տրվի, ինչ ունենք այս կոնտեքստում։ Մենք ունենք գնալով ավելի վատթարացող հայ-ռուսական հարաբերություններ, որ դե Բայց ինչ մակարդակ է հիմա վատթարացել։ Գիտեք ոնց Որտեղ հարցը դրված է, չէ՞ կամ ԵՄ կամ ԵԱՏՄ։ Հիմա մայիսի 30-ին կարծեք թե գագաթնաժողով է լինելու, որին Փաշինյան չի գնալու։ Ինչ որոշումներ կարող են կայացվել։ Նայեք, ինչի է Ռուսաստանը գնում այս քայլերին։ Գլոբալ առումով ինքը ինչ է ասում, ասենք նա ավելի շուտ հայկական կողմի արգումենտացիան, հայերը ասում են կգա օրը կկայացնենք որոշումը։ Դե запас подвижки։ Չէ, դու ռուսներն էլ ասում են, գիտեք, դա ասենք այսպես ասած, այսինքն դու հիմա առավելագույնը մեզնից օգտվես, հետո թռնես, դա մեր համար անընդունելի է։ Ժողովրդական լեզվով էսա պատկերը։ Բայց քաղաքական առումով այն է, որ գիտեք ոնց է, ռուսները ակնհայտորեն ուկրաինական հարցը ոչ այսպես ասած բարեհաջող ընթացքի պարագայում իրենց պետք է նոր այսպես ճակատներ։ Օրինակ դրանով է պայմանավորված նախորդային Ռուսներին են պետք։ Նայեք, Ինչ են անում։ նախորդային հայտարարությունը Մոլդովայի Պրիդնիստրովիայի քաղաքացիներին տալիս են անձնակներ։ Արագացված կարգով, այնպես չի որ։ Բայց իրենք ունեին այդ Չէ, անձնագրերը։ նայեք, արագացված կարգով, այսինքն սա ինչ է նշանակում Բորիս։ Որ թեման պետքա ինչ որ առումով թեժացնել, ճիշտ է։ Նույնը ասենք 8 տարի իրանք աչք էին փակում Նիկոլ Փաշինյանի բոլոր ճարաճճությունների վրա։ Դա։ Իսկ մեկ էլ հայտարարում են, որ մենք էլ աչք չենք փակելու։ Եթե 8 տարի փակում էին նույն ճարաճճությունների վրա, ուրեմն կարային էլի փակել, ճիշտ է։ Բայց ոնց որ այ Պրիդնիստրովիա անձնագրերի հետ կապված հիմա մի քիչ նպատակները այլ են։ Որոնք են նպատակ, որոնք կարող են լինել։ Դե ասում եմ, փորձել նոր ինչ որ դաշտերի մեջ մտնել։ Ավելի, գիտեք ոնց է, հեշտ դաշտեր, քան թե ուկրաինական դաշտները, սենց ասեմ։ Ձեռքբերումներ ունենալ։ Իհարկե, հրապարակային ցույց տալ, որ մենք ունենք նման ձեռք։ Հայաստանի դեպքում որը կարող է լինել վերջի վերջո եկեք մի բան էլ նայեք Բորիս։ Այն ինչ որ ասենք անում է Ադրբեջանը հակառուսական դաշտում, իրականության մեջ շատ ավելի դաժան է։ Ադրբեջանում կան կալանավորված Ռուսաստանի քաղաքացիներ, հենց որ այսօր ասում են Զելենսկին Երևանից խոսած, վերջերս մինչև Զելենսկին Բաքվում էր։ Եվ այնտեղ որոշում է կայացվել համատեղ զենք արտադրել։ Բայց Ադրբեջանի թեման այսօրվա դրությամբ Մոսկվայի ատամներով չի։ Իսկ Մոլդովան եւ Հայաստանը այդ առումով ավելի ձեռնտու թիրախներ են։ Դե լավ, ինչը կարող են ձեռքբերում ներկայացնել։
Գիտեք, իրական ձեռքբերում դա չի բերի։ Այլ հարց որ դա իրանց կբերի տեղեկատվական դաշտը։ Տեղեկատվական դաշտում, այսպես ասած, թե ոնց են իրանք կարողանում ցարի հրամանները արդյունավետ կատարել։ Որտեւ իրական դաշտում ես բացատրել եմ իմ կարծիքը։ Ռուսները եթե անգամ ամենադաժան սանկցիաները իրականացնեն Հայաստանի նկատմամբ, դա չի բերի Նիկոլի տապալման։ Ոնց որ ժամանակին բազմաթիվ մարդիկ հենց որ ասում էին Արցախի կորուստից հետո Նիկոլը մի րոպե չի մնա, ես ասում եի չէ երեխեք ջան, հակառակը, այ դրանից հետո ինքը կկարողանա իշխանություն պահել։ Նույն ձևով էլ հիմա դա ընդամենը կբերի հայ հասարակության մեջ այդ սանկցիաները լայնածավալ հակառուսականության։ Հասկանում եք, սա ինֆանտիլ հասարակություն է, Բորիս։ Ես այս օրինակը բերել եմ։ Մարդիկ գնացին իրան ձեռով տարիներ առաջ փակեցին ատոմակայանը ու առանց լույսի 6 տարի մնացին։ Հետո պայքարում էին բացելու համար։ Հա, դե դա արդեն երկրորդ մասն էր։ Դու հասկանում ես սա ինչ է։ Այն մարդը, որը այսօրվա դրությամբ ռուսական գազով, էժան գազով, տաքացնում է իր ջերմոցը եւ այդ պամիդոր վարունգն էլ տանում է Ռուսաստան, դրանից հետո իր ձեռով կարող է ջերմոցը վառի ու սկսի հայոյել Պուտինին։ Ախր արգիշտի հետաքրիր մի հատ ասացված կա է, ես ուրիշ լեզվով այդ ժողովրդական ասացվածքը չեմ հանդիպել։ Էլերին ինադու, գելերին հետևը տալու մասին։ Դե նայեք, ատոմակայանը ամենադիպուկ օրինակն է, Բորիս։ Դրա համար գիտեք ոնց է, որոշ մարդիկ վստահ եմ, Մոսկվայում էլ ինչ որ գմբեթներ, Հայաստանում էլ, որ վստահ են, որ ասենք այդ սանկցիաներից հետո Նիկոլը վсё կթռնի։ Թե դա գոնե մի 8 տարի առաջ այդ սանկցիաները պետք է լինեն, որ այսօր աշխատեն։ Չէ, նայ, դու դա կարաս աշխատացնել արդյունավետ, Բորիս, եթե տեղեկատվական դաշտը լրիվ քո ձեռն է։ Հասկանում ես։ Դու այդ ժամանակ կարող ես այդ սանկցիաների 1% էլ անես, բայց այդ տեղեկատվական դաշտը, հա, դա ապահովի։ Նիկոլ Փաշինյանեն քանի կարողանում են ապահովել տեղեկատվական դաշտը իրան ձեռքում է, այդ սանկցիաները հակառակը կաշխատի։ Վերջի վերջո էֆեկտը ապահովում է ոչ թե գործողությունը, այլ թե դու ոնց դա փաթեթավորված մարդու ուղեղի մեջ կմտցնես։ Հիմա նայ, որովհետև եթե գազ չունենք հանուն իշխանության, դա ուրիշ բան է, բայց եթե գազ չունենք հանուն Նիկոլի Կապրիզի, դա ուրիշ բան է։ Դե բա ինքը կփորձի դա ներկայացնել լրիվ այս սոուսի տակ։ Հասկանում ես, դրա համար եմ ասում։ Արդյունքի համար առաջի պայմանը դա տեղեկատվական դաշտն է, Բորիս։ Հասկանում եք, այսօրվա դրությամբ ռուսական տեղեկատվական բլոկը դա կացնային բլոկ է։ Իրանք կտրված են այս հանրապետությունների իրականությունից։ Ուսումնասիրություններ խորքային չեն արված, որ մենակ Հայաստանը չի։ Վերջի վերջո նայենք ամբողջ ներողություն արգիշտ, ես մի պարզ օրինակ բերեմ իրենց բաներից, այսպես արդյունքներից մեկը, որ ներկայացնում էին, ուրեմն Հայաստանի վերաբերյալ մի տեղեկատվություն, որ ոչ կեղծ իրական տեղեկատվություն էր, որը ներկայացնում է, որ իրանք այդ Telegram իրենց հարթակներով տարածել են ու այդ հրապարակումը կարդացել է 17 միլիոն մարդ։ Ասում ես լավ, ախպեր Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում։ Այդ 14 միլիոնը որտեղ է սղացրել։ Այսինքն իրենց մոտ ավելի շատ թվերն են, պատկերները հաճախ ոչ իրական, հա։ Նայ, Բորիս, 3 միլիոնից էլ 3 միլիոնից էլ 1000 հոգին ազգ։ Ասենք խոսքի օրինակ հանի ծերերին, երեխաներին, ովքեր ասենք հիմա ասենք 80 տարեկան կինը հաստատ չի մտնում, չէ, Telegram-ում կարդում։ Դե բայց մարդիկ 17 միլիոն թիվ ունեն։ Առավել եւս այսօրվա սերնդի մի մասը ռուսերին ընդհանրապես չի կարդում։ Ես նայում եմ նույն իմ շրջապատում, չեն էլ տիրապետում այդ լեզվին, դուս դուրա։ Դրա համար դուք ճիշտ եք ասում, այդ իրանք նայում են Զեկուցագրերին։ Հա, զեկուցագրերին։ Դա զեկուցագրերով է, ներքևից վերև։
Վերևից էլ իջնում է Չէ, բայց հրաման։ գործին տիրապետող այդ վերևը, որ մի անգամ կոնը թվերին տիրապետի ասի, Չէ, նայեք, 3 միլիոնանոց Հայաստանում, 22 միլիոնանոց Հայաստանում, ոնց է հաջողացրել հոդվածը 17 անգամ կարդալ տալ, 17 միլիոն անգամ։ Երբ թե պատասխաններ էլ կգա։ Դրա ամենադիպուկ օրինակը դա Ուկրաինան է։ Համարյա թե նույն ժողովուրդը Իրար դեմ պատերազմը։ ռուսախոս դա Նույն եկեղեցու հետ։ այո, նույն եկեղեցու հետևորդ, նույն մշակույթը կրող, նույն պատերազմը հաղթած հայրենական։ հա, նույն մենտալիտետով, դրա համար էլ նայեք, նույն դաշնությամբ կռվում են, դա նույն մենտալիտետն է։ Այն կողմից ռուսները չեն ազդվում, այս կողմից ռուսները։ Կրոնամշակութային գերազանցություն չկա իրար նկատմամբ, որ մեկը հաղթի։ Քաղաքացիական պատերազմ է, իսկ քաղաքացիական պատերազմ Շատ դաժան է։ Հենց որ դու այդ տեղեկատվական բլոկը տապալում ես։ Դա հանգեցնում է քաղաքացիականի։ Հիմա նույն ձևով նայեք 18 թվականից 8 տարի ռուսական ինչ-ինչ շրջանակներ փայփայում էին Նիկոլ Փաշինյանին, հիմնականում ԱԳՆ իրանց։ Ու ներկայիս Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Այսօրվա դրությամբ մեկ էլ հոպ ու դաշտին չեն էլ տիրապետում, որովհետև այդ փայփայողներն են մինչև հիմա նույն տեղեկանքները ուղարկում։ Անում ես։ Իրականության մեջ, բայց նորից եմ ասում։ Այն որ վերջի մի տարվա մեջ արել է Ադրբեջանը իրանց դեմ։ Հայաստանը իրականության մեջ այդ հայտարարությունները Գործնական։ Հա, գործնական ընդունակել չի անել։ Ինչ ունի որ ինչ Սրանք բարձվեց իրանց ստերջասրած շները հղիանում են, հղիասրած շները ստերջ են, այս վիճակն է կառավարության։ Դա անգամ շուտ ստերջասրել չգիտի հղիանում հասկանում եք։ Ինչ վնաս իրականության մեջ կարա տալ Հայաստանը, բացի այդ տեղեկատվական բլոկից։ Դրա համար գտել են հիմա, այսպես ասած, Մոլդովայի Պրիդնիստրովիայի հարցը, դուք շատ ճիշտ նկատեցիք։ Պրիդնիստրովիայի 99%-ը Ռուսաստանի քաղաքացիա, ինչ նոր անձնագիր։ Բայց արդեն տեղեկատվական դաշտում սկսվել է, չէ՞, դրա արծասումը։ Դաժե երևի 99 չէ, 105%-ը։ Մի մասն են Մոլդովայի զեկուցագրերով ավել են գրել, չէ, զեկուցագրերով ավել են գրել։ Գնում է Զելենսկին Ադրբեջան ասում է միասին զենք ենք արտադրելու։ Դուք մի հատ հայտարարություն սրա դեմ լսեցիք, որտեվ Ադրբեջանի պոպոկը իր ատամները կարող է ջարդի այս պահին։ Արիշտի վստահ եմ դու ծանոթ ես այդ պատմությանը 90-ականներին եղել, այստեղ տարբեր աղանդներ են լցված լինում եւ իշխանությունները քննարկում են, եթե չեմ սխալվում Վազգեն Սարգսյանը որոշում են, որ բուդդայականներին ծեծել, որ Եհովաները վախենան, որտեվ Եհովաների հետևը Ամերիկան է կանգնած, բուդդիստների հետևը դες լուրջ պետություն չի կանգնած, այս պատմությունը լսել ես թե չէ։ Մենք ոնց որ այդ բուդդիստների օրն ենք ընկել։ Հա, այդ խոսքը Կրիշնայիտների մասին։ Որը մեջքում հաշվարկել են, դե որ սրանց մասի հետ կապված ոչ մեկը ծպտուն չի հանի, հա։ Դա մոտավորապես Բայց Եհովայի վկաները կհասկանան, որ պետք է մի քիչ ձգվել։ Ուրեմն դա այն որ մեկը ավիրում է, ասում է եկեք տրակտորիստի բանին երկու հատ ունենք, հիմա մոտավորապես այդ անեկդոտն է։ Բայց լավ, այնուամենայնիվ որքան էլ մենք ռուսներին մեղադրում ենք օբյեկտիվորեն, բայց այս իշխանություն չարիքի բան է, չէ՞։ Թեկուզ իր տգիտությամբ, թեկուզ իր անկարողությամբ, որովհետև գիտեք, էդ էլ իրենք տեսեք ինչ են անում այս իշխանությունը։ Հայտարարում են ոչ հապկից դուրս են գալիս, ոչ հապկում մնում են մարդավարի, որ կարողանան Հայաստանին օգուտներ բերել, այսինքն իրենք երկկողմանի վնասներ են բերում այս իշխանությունները դասական անգրագետ են։ Օրինակ մենակ Տրամպի ուղու պատմությունը բավական է դա հասկանալու համար։ Դա միանշանակ է Բորիս, բայց այսօր մի նյուանսը կա, որ Ռուսաստանի վերջի տարիների քաղաքականությունը կապված չէ դրա հետ։ Ռուսաստանի վերջի տարիների քաղաքականությունը կապված էր նրա հետ, որ ուկրաինական ճակատի կապակցությամբ ինքը խիստ ուներ Թուրքիայի կարիքը։ Եվ ըստ դրա Թուրքիան իր անձրևանոցը պահել էր նաև Ադրբեջանի վրա։ Դա դրանով եւ տեղավորվեց տարածաշրջանում։ Հասկանում եք։
Այն որ դա երկար չի տևելու, այն որ մի օր իրանք, այսպես ասած, դաշան հագնելու են, օրինակ այս 2 շաբաթ առաջ հենց որ Թուրքիան ցուցադրում էր մինչ կոնտինենտալ հրթիռները, ում դեմ էին դրանք ուղղված, Ամերիկայի, պարզավոր մի պետության դեմ էին դա ուղղված։ Հենց որ Էրդողանը դա ցուցադրում է, ասում է, որ մենք մեր տեղը Եվրոպայում է, ինչ է հասկացում, որ եվրոպացիներ ջան, այս հրթիռները կծառայի ձեզ։ Հասկանում եք։ Ընդհանուր թողնենք մի կողմ այդ հրթիռները իրականում մարտունակ են թե չէ։ Բայց ուղերձը հասկանում։ Ուղերձը դա էր։ Բայց սա նորից եմ ասում, Բորիս, պետք է վերջի վերջո նայել դաժան իրականությանը։ Արցախյան հարցի կապակցությամբ, այս հարցերի կապակցությամբ խնդիրը, բուն խնդիրը, որ սպասվում էր Ուկրաինայում պատերազմ եւ Ռուսաստանին եւ այն ժամանակ եւ մինչ օրս խիստ անհրաժեշտ էր Թուրքիայի չեզոքությունը։ Հիմա սպասվում են Փաշինյանի կոնկրետ քաղաքական այս գործի դեմ ինչ որ սանկցիաներ, թե Պուտինի բարկությունը կթափվի Հայաստանի վրա։ Նայեք, չէ, դե ցանկացած դեպքում, եթե իրանք դիմեն սանկցիաների, իրանք դիմելու են Հայաստանի դեմ։ Նիկոլի դեմ ինչ սանկցիա, ասենք առավելագույնը։ Որը արկել են Մոսկվա։ Դե հիմա գիտանեն չի որ տառապում է Մոսկվա գնալուց։ Բայց Նիկոլն էլ ունի իր հաշվարկը։ Նայեք, ինքը ցանկացած դեպքում աշխատում է ինչ որ գծեր պահել։ Ինքը հույս ունի իր հաշվարկը հետևյալումն է, որ փորձել հավաքել առավելագույն ձայն ու իր անցյալի դնել Պուտինի սեղանին։ դնել սեղանին, որ ես եմ, արի պայմանավորվենք։ Թե նայեք, եթե սա լիներ 20 տարի առաջ չէր անցնի։ Ցարը երիտասարդ էր։ Բայց տարիքի հետ կապված գործիչները ավելի խնդիրներ են սկսում։ Շատ լավ, ամեն դեպքում դուք ասում եք Մոլդովա Հայաստանի ուղղությամբ ռուսները պիտի փորձեն հաջողություն գոնե տեղեկատվական բանով ներկայացնել, այդ հարցը տվեց այդ պղսել բան մնացա Հայաստանի ուղղությամբ ինչը կարող է ներկայացվել թեկուզ տեղեկատվական դաշտում հաջողություն Փաշինյանին չընտրվելը, չգիտեմ Փաշինյանի ռուսամետ դառնալը, բալալայկա նվագելը, որը Դա գիտեք ոնց է, ինչ որ սանկցիաներ, մոտավորապես այն ինչ որ արել են 2008 թվականից հետո Վրաստանի դեմ։ Այսինքն առավելագույնը փորձել, օրինակ նայեք, Վրաստանի դեմ դա անգամ իրական սանկցիաներ չի եղել։ Ասենք այն ժամանակ դուք ապրանքները գնում էին։ Իհարկե, ամենաշատ գինին, նայեք, անցակետերը ամենակոռումպացված։ Նայեք, մենակ անցակետերի խնդիրը չէր։ Ասենք հանեք գինու արտահանման տվյալները 2008 թվականից հետո։ Հասկանում եք։ Սա խնդիրը ասում եմ, նայա, որ Ռուսաստանը իր քաղաքական ինստիտուտներով ընդունակ չի այն, ինչ որ կոչվում էր ժամանակին փափուկ ուժ, իսկ հիմա ընդհանրապես կոչվում է խելացի ուժ։ Դրա համար դու պետք է ունենաս հզորագույն վերլուծական կենտրոններ։ Ամերիկայում կա, ասենք մոտավորապես 3-4 հազար հատ վերլուծական կենտրոն։ Ռուսաստանում, այսպես ասած, մի 2 տասնյակ։ Այն էլ անհայտ է, թե իրականում ինչով են զբաղվում։ Հասկանում եք, ԱՄՆ-ում մի քանի, ասենք 3-4 հազարի մասին է խոսքը։ Նույնը կա Չինաստանում, նույնը կա Իրանում։ Վերլուծաբանները փորձում են Ռուսաստանի վերնախավը մոզգա։ Չէ, վերլուծաբանները փորձում են փակել, ուրեմն այն ինչ որ փակվում է, ասենք, չես կարող փակել հատուկ ծառայություններով։ Օրինակ նման քաղաքականություն ռուսները շատ տարիներ առաջ օրինակ գնացել էին հարբած Աբխազիայում քարոզչություն անելու իրանց տեխնացուի համար Սուխումիում կանգնել գոռում էին պրիվետ Աջարյա։
Մենք մոռանալով, որ գտնվում են Աբխազիայում, Աջարյանը Վրաստանի կազմում։ Սա է իրականությունը։ 8 տարի, հիմա ասենք, թող իրանց ստրատեգները Գոնե պատասխանատվության կան։ հոխորտացող հարցնեն, թե ինչով է զբաղված եղել ընկեր Կապիրկինը։ Ներկայիս Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Բացի ինչ որ ասենք Չ կլասի բոմբ ինչ որ հայերի հետ հարբեցողությամբ զբաղվելուց։ Դու հիմա նրանք էլ են հակառուս դարձել։ Այդ իրենք խմողները։ Դա այլ պատմություն է։ Ընդորում հիմնական հակառուսները հենց դրանք։ Դա այլ պատմություն է։ Հա։ Չէ, դուք ճիշտ նկատեցիք, Բորիս։ Հայկական իրականության մեջ հակառուսների 99%-ը նախկին մոլերանտ պրորուսներն են։ Որոնք ծիծիկից կտրվել են, կաթիկ չի գալիս, ամերիկյան ծիծիկն է պետք կտրել։ Հասկանում եք, եվրոպական։ Սա է ես միշտ որ ասում են հայերը հակառուս են, ես ասել եմ հայերը դաշը դասական շահամոլներ են, որտեղ փողը գալիս է, այնտեղից էլ էդ է գալիս։ Նույն, եթե դուք դաշտում նայեք, ասենք կան մարդ, որ 10 անգամ պրորուս հակառուս ասեն թրջկոտել է։ Դա ոչ թե կախված է, որ իր մոտ ինչ-որ գաղափարական, ինչ-որ ռուբիլնիկը գաղափարական է։ Ես մարդ գիտեմ, ինքը համադրել է, շաբաթվա զույգ օրին հակառուս է, կենտ օրին։ Դա էլ մաստեր կլասն է, էլի։ Դա լրիվ բյուջեների համադրում է։ Ես դա բացատրել եմ, հայերի մոտ դասական շահն է, ոչ հայերը ոչ պրորուս են, ոչ հակառուս են, ոչ պրոամերիկյան են, ոչ հակաամերիկյան են։ Անկամ դուք նայեք այսօրվա դրությամբ ոչ հակաթուրք են, ոչ հակաադրբեջանցի են։ Ադրբեջանցիք հասկացել են, չէ՞, բենզինը գալիս է առանց շահի հակաղարաբաղցիներ։ Չէ, նայեք ոնց է, հակաղարաբաղյան թեմայի մեջ շահ են տեսնում։ Վաղը տենան, որ շահը բանա հակառակը կասեն հայ ազգը ընդհանրապես Ղարաբաղի տարածքից առաջացել։ Դասական այդ անունը չտամ, բայց այդ քո ֆանտաստիկ նկարագրության բանը մոնումենտը մի մարդ էր պետական պաշտոնյա, որը օտարերկրյա 3 թե 4 հատուկ ծառայություններ հետ էր համագործակցում։ Ընդորում բոլորը համարում են, որ այդ հենց իրանց գործակալն է միայն, այսինքն ֆանտաստիկ է, եսի ուղղակի արժեր զրուցել այդ մարդը։ Շնորհակալ եմ Արգիշտի հետաքրքիր զրույցի համար։ Երկար ժամանակ չէինք զրուցել, ես շեշտում զրուցում էի լուծաբան Արգիշտի Կիվիրանից, տեսություն կհանդիպենք։